Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Շնորհավորում եմ բոլորիս բանակի օրվա կապակցությամբ եւ այսօրվա մեր հաղորդումը թեմատիկ է։ Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է զինվորական ծառայության պարտականության կատարումից խուսափելու հիմնահարցերին։ Այս հիմնահարցերի մասին խոսելու քննարկելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել փաստաբան Նորայր Նորիկյանին։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան։ Բարև ձեզ։ Պարոն Նորիկյան, ինչպես է, եկեք սկսենք այն հիմնարար հարցից, ինչպես է փոխվել պատժիչ քաղաքականությունը նշված հանցագործության համար Հայաստանի Հանրապետությունում։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի համար, օրենան պես խորհրդանշական է եւ արդից օգտվելով թույլ տվեք ես ինքս էլ շնորհավորեմ մեր ժողովրդի, մեր հասարակությանը, մեր զինվորների ամբողջ անձնակազմին շարքայինից մինչեւ գեներալ այս հիասքանչ օրվա կապակցությամբ ցավոք սրտի բանակի օրը 100 պատշաճի վերջի տարիների ընթացքում կամ վերջին տասնամյակներում չի տոնվել այնպես, ինչպեսին մեզանից յուրաքանչյուրը ցանկանար, այնուամենայնիվ բոլոր բարդություններով, թերություններով հանդերձ բանակը ինձ համար անքննարկելի արժեք է եւ ես իսկապես բարձր եմ գնահատում մեր զինված ուժերի դերն ու նշանակությունը մեր հանրային կյանքում։ Վերադառնալով ձեր բարձրացած հարցին, շատ սպეციფიկ ուրեմն հարց բարձրացեցիք, ընդհանրապես պատժողական քաղաքականությունը զինված ուժերում ունեցել է հարաբերող զարգացումներ, սկսած բանակի կազմավորումից, նույնիսկ այս լուրջ կատակ ասեմ ձեզ, այն ժամանակ բանակի կազմավորման ժամանակահատվածում դուք իրավաբան եք, կվստահեմ շատ լավ կտիրապետեք, հասկանաք ինչ եմ ասում էին պաշտպանության նախարարը դա իրավունքի աղբյուր է։ Այսինքն զինված ուժերում կար ժամանակին տրամադրվածություն, համոզվածություն, որ պաշտպանության նախարարի հրամանը որոշումները կամքը դա վեր է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, օրենսդրությունից, կառավարության որոշումներից եւ դա այդ իներցիոն մտածողությունը տարիների ընթացքում հնարավոր եղավ որոշակիորեն դեֆորմացնել եւ բերել հասարակական բարեկեցության զարգացման այնպիսի մակարդակի, ինչպիսին են, որ հասարակական հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքներով, ուրեմն նորմատիվ ակտերով եւ նաեւ խստացման եւ պատժողական էլեմենտն էլ ուներ իր զարգացման դինամիկան։ Այն դուք գիտեք, որ զինված ուժերում ցավոք սրտի տարբեր բնույթի քրեական օրենքով արգելված արարքներ են կատարվում, այդ թվում նաեւ ոչ մեծ, միջին ծանր եւ առանձնապես ծանր աստիճանի հանցագործություններ եւ պետությունը պարտավոր էր համարժեք արձագանքել։ Օրինակ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի կարգավորումները բոլորովին այլ էին։ Դուք գիտեք, որ 2022 թվականից նոր գործողության մեջ է դրվել նոր քրեական օրենսգիրքը, նոր հանցատեսակներ են մտել շրջանառության մեջ, նոր իրավահարաբերություններ են ծագել, որոշակի հանցագործությունների դեպքում խստացումներ են գնացել պատժողական ուրեմն քաղաքականության այդ առումով 2003 թվականին, եթե չեմ սխալվում, ինձ հիշողությունս չի դավաճանում գործող քրեական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում որոշակի փուլում կարգապահական գումարտակները դուրս եկան, հետո նորից վերականգնվեցին կարգապահական վաշտեր, ընդհանրապես զինված ուժերում ժամանակավորապես զորամասի հրամանատարների կողմից որոշակի ժամկետով կալանքների ինստիտուտը վերացվեց, հետագայում լրիվ այլ ուրեմն կարգավորումներ ստացան, այսինքն համահունչ ենք մենք ժամանակի փոփոխություններին համահունչ ենք մենք տեսնում, թե ինչպիսի արձագանք է տրվում։ Հիմա էլ պատժողական քաղաքականությունը տարբեր դրսևորումներով արտացոլվում է, այլ հարց է, թե դրա արդյունավետությունը ինչպիսին է։ Մենք կարող ենք այդ մասին ժամերով խոսել։ Ես կարծում եմ, որ զինված ուժերում ընդհանրապես իրավունքի գերակայության եւ օրենքի գերակայության հաստատման տեսանկյունից միայն պատժողական քաղաքականությունը բավարար չէ, զինված ուժերը պետք է ղեկավարվի լրիվ նաեւ այլ կոմպոնենտներով, բարոյական, մարդունակության, կրթական, ամենակարևորը ռազմակրթական առումով, մտածողության փոփոխության, դոկտրինալ առումով նպատակի ձևակերպման տեսանկյունից պետք է հստակ լինի, որպեսզի մեր հասարակությունը
պետությունը ընկալի, ըմբռնի, թե մենք ինչպիսի զինված ուժերի հետ գործ ունենք։ Անվտանգության ընդհանուր այդ կոնցեպտի արժե համակարգի ընկալունակության։ Ցավոք սրտի մենք բոլորս տեղյակ ենք, թե ինչերի միջով անցավ մեր ժողովուրդը, մեր զինված ուժերը 44-օրյա աղետալի պատերազմներ, հետո դրանից հետո սահմաններում տիրող իրավիճակ, այսինքն նաև մեր բանակ ինչ որ առումով պետք է ընդգծենք, որ երբեք խաղաղության բանակ չի եղել։ Երբեք չի եղել, սկսած իր կազմավորման փուլից, այսինքն խաղաղության զինվորի հոգեբանությունը թե մեզ, թե մեր զինված ուժերին խորթ է։ Մենք մշտապես ընկալել ենք եւ այն համոզմունքն են ձևավորված եղել, որ մեր զինվորը դա մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողն է, մարտական գործողությունների մեջ ներգրաված զինծառայողն է, իսկ այդ գործընթացները իրենցից ենթադրում են չափից դուրս նյարդային իրավիճակներ, որի ընթացքում որքան էլ որ պատրաստ լինեն, ամեն դեպքում օրինակ վերջերս Գրենլանդիայի հետ կապված, երբ որ բնակչությունն էր խոսում, պարոն Օրիկյան, որոնք որ մատնանշեցին, մենք երբեք պատերազմ չենք տեսել, բայց պատրաստ ենք պայքարելու, միգուցե չեն տեսել դրա համար են ավելի շատ պատրաստ։ Մեզ մոտ էլ դա եւ կարող է դրական եւ բացասական իր հոգեբանական կողմերը ունենալ, բայց քանի որ մեր հաղորդումը իրավական է, եկեք խոսենք իրավական կողմի մասին։ Քանի որ քաղաքացիների քաղաքացիների համար կամ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող անձանց համար կարևոր է քաղաքացիությունը, նրա բաղկացուցիչն է արդեն խոսեցինք, այո, զինվորական պարտականությունը, զինված ուժերում ծառայելու պարտականությունը։ Խնդրում եմ սկսենք նրանից շատ հիմնարար, հետո ավելի այսպես անցնենք մեր բունկ թեմային։ Ինչպես է իրականացվում այսօր զինակոչը Հայաստանի Հանրապետությունում։ Զինվորական ծառայությունը առանձին կատեգորիայի քաղաքացիների համար դա պարտականություն է, նա սահմանադրական կարգավորում ունեցող նորմով է ամրագրված, որոշակի ժամկետով արական սեռի քաղաքացիների համար վերջի տարիների նաև զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում տեղի ունեցան լրացումներ, փոփոխություններ, որոնցով իգական սեռի ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց կամավոր, բայց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվել եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումը դա բարդ, ուրեմն գործընթաց է, որի մեջ ներառված են ընդգրկված են ոչ միայն զինկոմիսարիատները, զինված ուժերը որպես առանձին մարմին, այլ նաև բժշկական հաստատությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, ուսումնական հաստատությունները, որոնք համարիր ամեն մեկը իր իրավասությունների, լիազորությունների շրջանակում հյուպատոսական ծառայությունները ներգրաված են եւ ամեն մեկ իրենց իրավասությունների շրջանակում իրականացնում են զորակոչի կազմակերպման այդ ամբողջ գործընթացը։ Ի վերջո Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ժամկետային զինվորական զորակոչման ենթակա է 18 տարին լրացած արական սեռի քաղաքացին եւ իգական սեռի քաղաքացիները մինչև նրանց 27 տարին լրանալը առանձին կատեգորիայի քաղաքացիների համար խոսքը բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող կամ ներողություն բժշկական ուսումնական հաստատություններում սովորողների համար մինչև 35 տարին լրանալը, այսինքն մենք ծառայության ժամկետները մինչև վերջերս հայտնի էր 24 ամիս էր, բայց այս վերջի փոփոխություններով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց 6 ամսով, այսուհետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա անձնակազմը տարի 18 ամիս ծառայի եւ կվերադառնա տուն, չնայած դրան զուգահեռ կան նաեւ մի շարք այլ ծրագրեր, մասնավորապես Պաշտպան հայրենաց ծրագիրն է, Պատիվ ունեմ ծրագիրն է, որոնք այլ հնարավորություններ են առաջարկում մեր քաղաքացիներին զորակոչվելու եւ զինվորական ծառայության անցնելու առումով։ Դա կրկնում եմ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչման գործընթացը բարդ գործընթաց է, տարեկան կատարվում է 2 անգամ, ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը, մինչև զորակոչվելը բոլոր զորակոչիկները պարտադիր զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի կարգավորումներով ենթակա են բժշկական ընդ որում պետ պատվերի շրջանակներում ամենակարևորը անվճար բուժզնման արդյունքներով նրանց վերաբերյալ առողջական վիճակի վերաբերյալ ամփոփագրերը ներկայացվում են համապատասխան զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներ, որոնք որոշում են զինծառայողների զինվորական ծառայության պիտանելիության հարցը, առանձին դեպքերում, երբ զորակոչիկի հիվանդության բնույթ ավելի բարդ է, առավել նեղ, առավել պրոֆեսիոնալ գնահատականի արժանի ներկայացվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը եւ
կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշվում է մի քանի ուրեմն կարգավիճակ, որ զորակոչիկը պիտանի է զինվորական ծառայության համար, զորակոչիկը սահմանափակումով է պիտանի զինվորական ծառայության համար, զորակոչիկը կարիք ունի բուժման, զորակոչիկը ժամանակավորապես պիտանի չէ զինվորական ծառայության համար կամ զորակոչիկը պիտանի չէ ընդհանրապես զինվորական ծառայության համար։ Այդ նույն կարգավորումները գործում են նաև վարժական հավաքներին կանչող անձնակազմի համար։ Ես խնդրում եմ նկատի ունեցեք եւ սա հատուկ ընդգծում եմ, քանի որ վարժական հավաքների ներգրավող անձանցից շատերից մենք ստացել ենք հեռախոսազանգեր եւ փորձել են իրենք տեղեկություններ ստանալ իրենց իրավունքների մասին։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ վարժական հավաքների կանչող անձինք նույնպես իրավունք ունեն եւ համապատասխան մարմինները պարտավոր են ստուգել նրանց առողջական վիճակը, նոր կայացնել համապատասխան որոշումներ, ենթակա է վարժական հավաքի, ենթակա չէ վարժական հավաքի։ Հետևաբար այս առումով նույնն սահմանափակումների առումով, հետևաբար այս առումով մենք պետք է ընդգծենք հետեւյալը. զինված ուժեր զորակոչելու կամ վարժական հավաքների կանչելու գործընթացում շատ էական ու առանձնահատուկ կարևորություն է ստանում քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը։ Այո, լինում են դեպքեր, երբ որ քաղաքացիները համաձայն չեն իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված եզրակացություններին։ Դրա համար էլ կա բողոքարկման ընթացակարգ, եզրակացությունները կարող են բողոքարկվել երկամսյա ժամկետում, կամ վարչական կարգով պաշտպանության նախարարին, կամ դատական կարգով վարչական դատարան համապատասխան հայց ներկայացնել։ Ամեն դեպքում մինչև բողոքարկումը իրավունք չունեն քրեական վարույթ հարուցելու տվյալ անձի նկատմամբ։ Քրեական վարույթ հարուցվում է, եթե խուսափում է անձը։ Հայտարարված զորակոչի ավարտից հետո, եթե քաղաքացին զորակոչիկը ճանաչված է եղել պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար եւ ստացել է պատշաճ կերպով, ընդգծում եմ պատշաճ կերպով ստացել է ծանոթագիր եւ ծանոթագրում նշված ժամկետում չի ներկայացել զինկոմիսարիատ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով, դրան հաջորդող երկշաբթի ժամկետում զորակոչի ավարտից հետո համապատասխան զինկոմիսարիատը նշված քաղաքացու գործը կից ուրեմն տեղեկանքով ներկայացնում է համապատասխան տարածքի ուրեմն իրավապահ մարմիններին, դատախազություն կլինի, քննչական մարմին կլինի, որից հետո արդեն նախաձեռնվում է քննչական մարմնի կողմից նախաձեռնվում է քրեական վարույթ։ Քրեական վարույթի ընթացքում, եթե ձեռք բերվեն բավարար հիմքեր զորակոչիկի կողմից զորակոչի խուսափելու վերաբերյալ հիմքերի մասով, բնականաբար դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կկայացվի եւ մեղադրանք կներկայացվի զորակոչիկին։ Իսկ եթե այդպիսի հիմքեր չլինեն, բնականաբար մեր պրակտիկան ցույց է տալիս, որ շատ դեպքերում հարուցվում են քրեական հետապնդումներ, մեղադրանք է առաջադրվում զորակոչիկին, բայց այդ գործընթացում նշանակվում են առողջական վիճակի բերումով խուսափելու դեպքերում նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններն են էական նշանակություն ունենում հետագա քրեական վարույթների հանգուցալուծման առումով, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հանգամանքի վրա։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու ուրեմն գործերով մեր քրեական օրենսգիրքը ունի խրախուսող նորմ 461-րդ հոդվածի 5-րդ կետը, որով ընդգծում է, եթե հետապնդման ենթարկվող քրեական հետապնդման ենթարկվող անձը եթե ներկայանում է եւ պատրաստակամություն է հայտնում զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, ապա զորակոչման վերաբերյալ համապատասխան զինկոմիսարիատից գրավոր հավաստումը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթ կարճել։ Քանի որ այս հանգամանքի մասին ենք խոսում, ես ասեմ ձեզ, որ մեր քրեական օրենսգիրքը պատժողական առումով բավականին էլ լավ, խիստ ուրեմն գործիքակազմ է ներդրել։ Բայց միաժամանակ այս հնարավորությունը ընձեռվում է։ Այո, 461-րդ հոդվածը ունի այդ խրախուսող նորմ։ Պարոն Նորիկյան, տեսեք, մենք խոսեցինք ընդհանուր պատժողական, պատժիչ քաղաքականության մասին, խոսեցինք խիստ լինելու բնույթի մասին, նաև այդ միաժամանակյա հնարավորության մասին, ընդհանուր այսպես մթնոլորտ
սպորտի մասին զորակոչի կազմակերպման եւ այլն։ Եկեք հիմա անդրադառնանք պատշաճափերին, հիմքերին, որ նախատեսվում է քրեական օրենսգիրքը։ Մենք գիտենք, որ արդեն մեր կողմից էլ նշվեց, ամեն դեպքում մեր համերկրացիների, համաքաղաքացիների համար ավելի բաց ենք, պարտադիր զինվորական ծառայություն, այլընտրանքային ծառայություն եւ զորահավաքներ։ Այս դեպքում, եթե խուսափում է, հայտարարված է, անձը խուսափում է, ապա ենթարկվում է քրեական պատասխանատվության եւ նրա նկատմամբ պատշաճապ կիրառվում է 2-ից 6 կախված որի դեպքում որն է դուք հիմա ավելի այսպես կասեք, որ ավելի տպավորվի եւ կարեւորը հետեւյալը, եթե օրենքով սահմանված հիմքերի բացակայությունը, տարկետումը որպես այդպեսին չկան, անձը պետք է գնա ծառայի, որովհետեւ որևէ հիմք չունի, որը որ նրան հետ կպահի եւ չի ծառայի եւ այստեղ կոնկրետ արկա է խուսափելու հանցակազմը։ Այս դեպքում խնդրում եմ փորձենք բացել, հա, ինչ է նշանակում, այսինքն տարեկետումը, որը որ հստակ է, օրենքով սահմանված հիմքերը դա առողջական միայն խնդիրներն են, որոնք որ արդեն կա փորձաքննության բժշկական հանձնաժողովի փորձաքննության արդյունքը, որը ենթակա չէ կամ ենթակա է սահմանափակումներով, թե կան նաև այլ հիմքեր, որոնց մասին պետք է ներկայացվի։ Օրինակ շատ կարճ անդրադառնամ օրենքով սահմանված հիմքերին, զինված ուժերից ազատվելու, դրանք ընտանեկան դրության բերումով առանձին կատեգորիա եւ առանձին կարգավիճակ ունեցող զորակոչիկների ընտանեկան պայմանների առկայության դեպքում գործող իրավակարգավորումները հնարավորություն են տալիս նրանց ստանալ տարկետում մինչև նրանց 27 տարին լրանալը։ Հիմա դրանք ծավալուն են, դրանք չանդրադառնամ։ Երկրորդ առողջական վիճակի բերումով ոչ պիտանի ճանաչվելու կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ բուժման կարիք ունենալու դեպքում նրանց տրվում է որոշակի ժամկետերով տարկետում մինչև նրանց 27 տարին լրանալը եւ այդ մինչև 27 տարին լրանալը փորձաքննության ենթարկվելուց հետո եթե նրանք ճանաչվեն պիտանի բնականաբար զորակոչվում են, իսկ եթե կրկին նրանց հիվանդությունները հակացություն ունեն ծառայության, բնականաբար նրանք հաշվառվում են պայեստազոր եւ երրորդը նպատակային ուսումնառության առումով ուսման բերումով են քաղաքացիները ստանում որոշակի տարկետումներ հետագայում ավարտելուց հետո զորակոչվելու հեռանկարով։ Իսկ եթե իրենք առանց այդ իմ կողմից թվարկված հիմքերի փորձում են խուսափել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, ապա վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի կիրառման ուրեմն ժամանակահատվածը, ընդ որում վերջի տարիներին ես ուշադրություն եմ ուզում հրավիրել սկզբնական փուլում 461-րդ հոդվածի առաջի մասը նախատեսում էր, այսինքն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը դրում էր պատասխանատվություն ազատազրկման տեսքով 2-ից 5 տարի ժամկետով, բայց եթե չեմ սխալվում, արդեն անցած տարի դրանում կատարվեցին փոփոխություններ եւ խստացվեց, այսինքն դարձավ 3-ից 6 տարի ժամկետով, այսինքն սա շատ կարևոր հանգամանք է, բայց ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները իմանան, տեսեք, Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործությունները դասվում են 4 մասի՝ ոչ մեծ, միջին, ծանր եւ առանձնապես ծանր։ 2-ից 5-ը, օրինակ, դա առավելագույնը 5 տարին միջին ծանրության հանցագործություններ են, փոխելով դարձնելով 3-ից 6, այսինքն օրենսդիրը փոխվում է կարգավիճակը, եթե մինչև այդ փոփոխությունը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը դասում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, այսօր այլևս այն ծանրացավ ու դարձել է ծանր հանցագործություն, այսինքն այլ կերպ ասած մեր քաղաքացիները պետք է սա ընկալեն որպես նորովի, յուրովի հասարակական հարաբերությունների կարգավորում, որով ըստ էության էապես փոխվել է այդ հանցագործության կարգավիճակը, այն միջինից դարձել է ծանր, դրանից բխող բոլոր հետևանքները, որովհետև երբ որ փոխվում է հանցագործության կարգավիճակը, վաղեմության ժամկետերի վրա է դա տարածվում, անձին բնութագրող հանգամանքների վրա է դա տարածվում, հետագայում նրա վտանգավորության աստիճանի վրա է տարածվում, հետագայում պատասխանատվության ենթարկվելիս է հաշվի առնեցվում դատարանի կողմից, այսինքն սա շատ էապես փոխել է այս երևույթի նկատմամբ ընկալումը եւ պետք է փոխվի նաեւ մեր հանրության առումով։ Երկրորդը, այս հանցագործությունը ունի նաեւ տարատեսակներ, որովհետև այլ բան է սովորական կարգով, այսպես ասած, խուսափելը, բոլորովին այլ կարգ է։ Եթե կատարվում է կեղծիքի կամ խաբեության պայմաններում, այլ խնդրում եմ բացեք փակագծը։ Զինվորական ծառայությունից խուսափող անձը նաև ակտիվ գործողություններ է իրականացնում,
փորձում է սիմուլյացիայի, խաբեության, կեղծ փաստաթղթերի միջոցով տպավորություն ստեղծել, որ խուսափի եւ ձեռնարկի քայլեր, որոնք ենթադրեն, եւ իր հետքը այսպես կկորցնի։ Դա նախատեսում է պատիժ 4-ից 8 տարի ժամկետով, այսինքն առավել մեծ պատժաչափ է նախատեսում, եւ դրան առավել խիստ կա, երբ որ խուսափելը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, դա առավել ուրեմն մեծ 5-ից 10 տարի, եթե չեմ սխալվում, պատիժը նախատեսում է։ Այսինքն մենք պետք է գիտակցենք մի բան, որքան էլ որ պատժաչափերը ծանրանան, ես կարծում եմ հետեւյալը, որ մեր հանրային գիտակցության մեջ մենք պետք է արմատախիլ անենք այդ երևույթը, որ ընդհանրապես ցանկացած գիտակից մարդու մոտ ընդհանրապես պետք է դուրս գա իր մտքից, որ ծառայությունը ընդհանրապես պետք է մարդու մտքով չհասնի, որ կարելի է բանակից խուսափել կամ ամեն ինչ անել, որպեսզի չծառայի, որ ժամկետը կրճատվել է եւ պատժատեսակը, պատժաչափը կարող է ավելի մեղմ լինել, միգուցե ժամկետը կարճացել է, մոտեցումը փոխվել է։ Այսօր եթե նայում ես մի շարք երկրների քաղաքականությունը, անվտանգային այսպես համակարգը, դրա համապատասխան այսպես իրավական կարգավորումները, այո, եթե կա պրոֆեսիոնալ բանակ, եթե կա մոտեցումը, որ երկրի անվտանգային վիճակը այնպիսին է, կարող է կարգավորումները խիստ չլինեն, բայց այդ երկիրը անընդհատ խնդիր ունի անվտանգության հետ կապված, ինչքան էլ որ փաստաթղթերով ամրագրված լինի նրա անվտանգային կայունությունը, միև պաշտպանունակության բարձրացումը, միևնույն ժամանակ պետք է այսպես պատժիչ քաղաքականությունն էլ համարժեք լինի երկրի նպատակների։ Ընդ որում այդ պատժիչ քաղաքականությունը իր մեջ ենթադրում է նաև կանխարգելիչ, անպայման, ուրեմն գործառույթ միայն այդպես Պարոն Օրիկյան, անդրադառնալով էլի մեր քննարկվող իրավական հարցերին, այլընտրանքային ծառայության եւ զորահավաքի դեպքում, վարժական հավաքների դեպքում ինչ պատժատեսակներ են կիրառվում։ Տեսեք, վարժական հավաքներից խուսափելը դա ունի նաև որոշակիորեն այսպիսի պատիժներ է նախատեսում նվազագույն աշխատավարձի վարժական հավաքներից խուսափելու դեպքում շատ հնարավոր է, որ քաղաքացին ենթարկվի պատասխանատվության, դա էլ է քրեական պատասխանատվություն, նվազագույն աշխատավարձի 15 պատիկից մինչև, եթե չեմ սխալվում, 35 պատիկը, նվազագույն աշխատավարձը երբեմն մեր քաղաքացիները շփոթում են 1000 դրամը, չէ, նվազագույն աշխատավարձը, եթե չեմ սխալվում, 75000 դրամ է, հետեւաբար դրա 15 պատիկից մինչև 35 պատիկի չափով կարող են ենթարկվել պատասխանատվության, կարճաժամկետ ազատազրկման կարող են ենթարկվել, առավելագույնը 2-ից 3 ամիս ժամկետով, իսկ ազատազրկման առումով 1-ից մինչև 3 տարի ժամկետով, դա կախված է լինելու վարժական հավաքներից խուսափող անձի ուրեմն բնույթը, այդ խուսափելու արարքը, անձը, չգիտեմ դրսևորման ձևը եւ այլն։ Վարժական հավաքներից ազատվելու իրավական հիմքերը որոնք էլ նույնն են, ինչ որ պարտադիր զինվորական ծառայություն։ Չէ, այնտեղ էլեմենտներ կան, տարբեր էլեմենտներ կա, որոնք պայման նախ առողջական վիճակը ասեցի, արդեն որ պետք է հետազոտվի, կապված ընտանեկան պայմաններից ելնելով, որ որոշակի պայմանների ուրեմն վիճակով, բայց ընդհանուր առմամբ տենդենսը նրանում է տանում, որ հաշվի առնելով վարժական հավաքների ժամկետը, 25-օրյա ժամկետը, էապես նվազեցվել են այդ հնարավորությունները, որոնք ուրեմն հնարավորություն կտային վարժական հավաքներից ազատվելու, այսինքն այն մեծ ժամանակահատվածը չի, որը կարող է դեպքում կարելի է ինչ-որ իրավիճակներ ստեղծել ընտանիքների համար։ Այլընտրանքային ծառայության խուսափելու դեպքում։ Այլընտրանքային ծառայության առումով բավականին խիստ մոտեցում կա այս առումով, որ այլընտրանքային ծառայությունից խուսափող անձը, ես խնդրում եմ, որ մենք դրա վրա շատ չկենտրոնանանք, հաշվի առնելով դրա բնույթ առանձնահատկությունը, որովհետև որոշակի սպეციფიկ ուրեմն շերտի է վերաբերում, բայց չգիտես, հետաքրքիր է, որ օրենսդիրը խիստ մոտեցում է դրսևորել դրա պատասխանատվության առումով, ես սա եմ հասկանում ինչու, կարող եմ բացատրել իմ սուբյեկտիվ կարծիքով, որ հաշվի առնելով այդ այլընտրանքային ծառայության հնարավոր հարաբերական ազատությունը եւ ընկալումը այլընտրանքային ծառայության մեջ ընդգրկվող քաղաքացու, որ իրենց պատկերացումներով իրենք կարող են որոշակի
այսպես ասած հարաբերական ազատության մեջ գտնվել, դրանց խիստ ներկայության միջոցը ավելի շատ սահմանվել, եթե չեմ սխալվում 3-ից 6 տարի է նախատեսում, որը որ բավական է, այո, բավական է խիստ մոտեցում, այո։ Պարոն Օրիկյան, դուք նշեցիք, որ կարող է պատասխանատվությունից անձը ազատվել, եթե ներկայանում է, հա։ Իսկ մի հարցի էլ անդրադառնանք, եթե պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձը ենթարկվում է ազատազրկման, պատիժը կրում է, դրանից հետո ինչպես է իրականացվում նրա պարտադիր զինվորական ծառայության նայած թե ինչ պատիժ է կրել, նայած թե ինչ հոդվածով է ազատազրկել, նայած թե ինչ արարքով է կրել, կան ուրեմն եթե օրինակ միջին ծանրության, եթե ծանր, եթե փորձենք ընդհանուր չէ, այստեղ խնդիր կա, որտեղ 3 տարի մինչև 3 տարի ազատազրկման վայրում գտնվող պարտադիր ժամկետային զինվորական ծառայողի հետագա զինվորական ծառայության նպատակահարմարության հարցը քննարկվում է հնարավոր է որ մենք իհարկե պաշտպանության նախարարության կողմից ընդ որում դրա վերջնական որոշումը կայացնում է պաշտպանության նախարարը թե ի վերջո արդյոք նման կոնտինգենտ նման ստացվում է որ մենք կարող ենք ունենալ միայն եթե առանձնակի վտանգավորությունը հանում ենք միջինը հանում ենք այդ երկու խումբ հանցագործությունների դեպքում անձը կարող է թույլատրել ոչ մեծ եւ բնույթի հա եւ մինչեւ 3 տարի ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրած քաղաքացու հետագա զինվորական ծառայության նպատակահարմարության հարցը որոշվում է վարչական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ իհարկե որոշման միայն նրա հանրության վտանգավորությունը նույն փակ զինված ուժերում ոչ միայն այդ քրեակատարողական հիմնարկի կողմից տրված համապատասխան զեկուցագիրը նկարագիրը որովհետև մենք տարբեր մարդկանց ճակատագրի հետ գործ ունենք հնարավոր է որ մարդը իսկապես կատարել է քրեական օրենքով արգելված արարք սակայն իր պատժի կրման ընթացքում ինքը վերասոցիալականացվել է, ուղղվել է, զղջացել է, լրիվ դրական առումով բնութագրում է, բայց կա նաև այլ ան, որը կարող է ընկել է քրեական ենթամշակույթի ազդեցության տակ նոր արժե համակարգ է ձևավորվել բոլորովին այլ պատկերացումներ ունի զինված ուժերի նկատմամբ։ Այստեղ անհատական է ավելի մոտեցում։ Շատ բարի, պարոն Օրիկյան, կարևոր հարց է նաև մենք գիտենք, որ մեր հայրենակիցներից շատերը հիմա վիճակագրություն չեմ ուզում մեջ բերել, քանի որ կարող է շատ հստակ չլինել, այսպես գտնվում են այլ երկրներում տարբեր պատճառներով չեն ծառայել։ Եւ այստեղ մենք գիտենք, որ օրենսդրական փոփոխությունը թույլ տվեց նրանց որոշակի գումարի դիմաց, կարծես 15 միլիոն դրամ, 8 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ։ Ես կցանկանայի, որ այդ տարբերակումների մասին ասեք, այսինքն եթե 2 տարվա մասին է խոսքը, 1.5 տարվա մասին է խոսքը, 6 ամսվա մասին է, ինչ ժամկետից կախված է, ինչից կախված է այդ գումարը տարբեր լինում, իհարկե շատ գրվեց եւ կա օրենսդրական կարգավորումը, բայց եթե կարելի է եկեք նորից անդրադառնանք այս հարցին։ Այս վերջի տարիների ընթացքում մեր գրասենյակը բազմաթիվ նման քաղաքացիների օգնել է, հա, անընդհատ քանի որ գրեթե ամենօրյա ռեժիմով նման ուրեմն զանգերի ենք պատասխանում եւ տեղեկության արդեն կարելի է ասել նույնիսկ անմիջական աղբյուր եք եւ անդադար էսպես խորհրդատվություն։ Այդ ձեր կողմից բարձրացված հարցը կարգավորվում է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-2 կետով, որով ըստ էության սահմանվեցին որոշակի հնարավորություններ 27 տարին լրացած այն քաղաքացիների նկատմամբ, որոնց նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում եւ իրականացվում է քրեական հետապնդում եւ հայրենիք վերադառնալու համար առաջարկվեցին մի քանի հնարավորություններ։ Առաջինը իրենք կարող են գալ եւ մեկնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 24 ամիս ժամկետով, որի պարագայում նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կդադարեցվի, քրեական գործի վարույթը կկարճվի, բայց կարող են լինել, որ նրանք ցանկանում են գալ վերադառնալ հայրենիք, բայց չեն ցանկանում 27 տարի լրանալուց հետո ծառայել, նրանց առաջարկվել է հետեւյալ ուրեմն հնարավորությունները վճարել 15 միլիոն դրամ եւ որևէ մեկ օր չծառայել
վճարել 2.5 միլիոն դրամ եւ ծառայել 1 տարի, վճարել 5 միլիոն դրամ եւ ծառայել 6 ամիս ժամկետով եւ վճարել 8 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս ժամկետով, որից հետո զորացրվել պայեստազոր ստանալ զինվորական գրքուկ։ Այդ բոլոր դեպքերում իմ կողմից մատնանշված այդ գումարները վճարելուց եւ համապատասխան ժամկետերով ծառայելու պարագայում նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցվում են, հետախուզումները դադարեցվում են։ Իրենք կիրառելի են նաև այլընտրանքային ծառայության հնարավորությամբ։ Շատ բարի։ Այդ առումով իհարկե 27 տարին լրացած քաղաքացիների համար այլ կարգավորումներ կան, բայց քանի որ դա մի քիչ ծավալուն է, այսպես եւ վերջին հարց, պարոն Օրիկյան, երկքաղաքացիների դեպքում այստեղ կարծես թե ամեն ինչ հստակ է, բայց եթե առաջին պետությունում անձը ծառայել է, հստակ է, այո, ոչ պակաս 12 ամսից 1 տարուց, մյուս դեպքերում ոնց է կարգավորումը լինում։ Երկքաղաքացին չի ազատվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից եւ նույնն էլ խուսափելու հետ կապված նույն իրավական հիմքն է գործում։ Նրանից ծառայել է այլ պետության զինված ուժերում, թե ոչ, ընդ որում այդ երկքաղաքացիության էլեմենտը շատ դեպքերում շփոթվում է, Ժորժ ջան, երկքաղաքացի, այն երկքաղաքացին, որը ի սկզբանե եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հետագայում է ձեռք բերել այլ պետության քաղաքացի, նա երբեք չի ազատվում Հայաստանի Հանրապետությունում զինված անգամ եթե ծառայում, անգամ եթե 4 անգամ ծառայել այլ պետության զինված ուժերում եւ դարձել է այդ պետության զինված ուժերի գեներալ։ Այստեղ պետք է գա որպես շարքային ծառայ։ Ամեն ինչ սկսվում է զրոյից։ Այլ պետության քաղաքացին, որը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նա կարող է ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, եթե այլ պետության զինված ուժերում ծառայել է, ուրեմն 12 ամսից ոչ պակաս ժամկետ։ Շնորհակալություն հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք բանակի օրվան նվիրված ոչ պակաս կարևոր թեմայի մասին, զինվորական ծառայության պարտականությունից խուսափելու իրավական հիմքերի եւ հետևանքների մասին։ Մեր հյուրն էր փաստաբան Նորայր Նորիկյանը։ Ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմյանը։ Ցտեսություն։